Կողջունենք ձեզ հարկերի ներկաներ հաստատակցարանի սիրելի բարեկամներ։ 82, Վասիկ 82-րդ մեր հանդիպումն է այս եւ մենք այսօր հյուր ունենք ինչպես մեր կողմերուն մեջ արդեն լավադերյակ եք մեր այսօրվա հյուրն է բարոն Բալյանը։ Դոնորեն եւ մենք բարոն Բալյանի հետ ճիշտ 1 տարի առաջ այո մենք հանդիպում ունեցանք նոյեմբեր 24-ին Արցախի բանակցություններու ցաղման պատճառներու մասին թեմայով։ Իսկ այսօրվա մեր թեման ներաշրջանիքն է TRIP-ի հրաբարակված եւ չհրաբարակված գեդերը։ Իդի լսենք բնականաբար դոկտոր Բալյանի զեկույցը, որ մեր յետ անշուշտ հետեցել է ցերարություններով ավելի եւս խորանանք որոշ գեդերու մասին կամ շուրջ։ Բարոն Բալյան, եթե պատրաստ եք, հարթագծերն է հրամեց։ Այո, շատ շնորհակալություն Մինաս, շնորհակալություն նաև Շահանին, որ հրավիրեց ինձ այս հարթակին մասնակցելու երկրորդ անգամ, ինչպես որ Մինասը արդեն նշեց։ Շնորհակալություն երկուքիդ եւ շնորհակալություն նաև բոլորիդ, որ ասքան թիվով ներկա եք այս հարթակի, ուրեմն խոսակցության մասնակցելու Խնդրեմ դոկտոր Բալյան, խնդրեմ։ Այսինքն մենք մեծ հաջողությամբ ձեզ կլսենք։ Շատ լավ։ Հիմա իմ խոսակցությունս հավանաբար ձեզ մի քանի ինքոն է շատ որոշ թշկողություն կրնա պատճառել, որովհետև պիտի չի ելամ աստեղնս ձեզ հետ խոսելու եւ միագողմանի ձևով դադարեմ այս կամ այն կողմը թերագադարներ Հայաստանի քաղաքական կյանքի մեջ։ Պիտի փորձեմ ներկայացնել այն ինչ որ փաստ ունենք այսօր TRIP-ի եւ օգոստոս 8-ի համաձայնություններում, որոնք ստորագրվեցան եւ նախաստորագրվեցան ասոնց մասին եւ պիտի խուսափեմ որևէ մեկ ուրեմն խոսակցություն ունենալու նախ չկրված որևէ մեկ փաստաթղթիմը առնչությամբ եթե բամը չէ կրված ուրեմն գոյություն չունի ուրեմն այդ մասին չխոսենք խոսենք այնինչ որ գիտենք այնինչ որ ունենք փաստերու եւ դվյալներու հիման վրա իմ մոդեցումս նախ սկսենք եզրակացություններով ամիջապես որ գիտնանք թե ուր գերտամ եւ ըստ այնմ դիրքորոշվիկ ուրեմն իմ մոդեցմամբ իմ հասկացողությամբ այն 8 համաձայնագրերը որ ստորագրվեցան եւ նախաստորագրվեցան Վաշինգտոն օգոստոս 8-ին ես թրագան կնկատեմ թրագան պայմանով որ որոշ թերացումներ եւ փաստողումներ որոնք կարևոր փաստողումներ որ գոյություն ունին այս համաձայնագրերու մեջ շտկվին ճշտվին որքան արագ այնքան ավելի լավ եթե չճշտվին այս փաստողումները ես կրնամ ասել հիմա գտնե որ այս համաձայնագրերու մեծ մասը գլխավոր այսինքն հաշտության համաձայնագրի եւ TRIP-ը գծախողին եթե ասպոս փաստողումները չսրբակրվին եւ արագորեն ուրեմն ինչպես 8 համաձայնագիր ստորագրվեցավ եւ նախաստորագրվեցավ Վաշինգտոն օգոստոս 8-ին ասոնց մե առաջինը որ գոչվի TRIP այսպես ասած TRIP համաձայնագիրը որ անգլերենով Agreement on Establishment on Peace and Interstate Joint Declaration on Peace, այսինքն միացյալ հայտարարություն խաղաղության համար, որ Փաշինյանը եւ Ալիևը ստորագրեցին եւ Թրամփը որպես վգա ստորագրեց այս համաձայնագիրը վրա։ Երկրորդ համաձայնագիրը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրն էր, որ
միան նախաստորագրվեցավ անպայմանով որ հավելյալ քայլեր վիդարնեն երկու երեներով մասնավորաբար Հայաստանը նախքան որ վերջնական ստորագրության արժանանա այդ խաղաղության համաձայնագիրը երրորդ փաստաթուղթը որ ստորագրվեցավ այնալ մեմորանդում մներ հուշագիր մներ ուրեմն Հայաստան եւ Ադրբեջան միադեղ որբեսի թիմեն յախքի Մինսկի խումբի ղեկավարության որ Մինսկի խումբը ուրեմն փակվի վերջնականապես եւ գվերատանանք ասոնց յուրաքանչյուրի մանրամասնություններուն մի քանի րոպեին Իմանայեցեք այս Մինսկի խումբի առնչությամբ որ Հայաստանը ստորագրած է որ Մինսկի խումբը փակվի բավական թիվով ուրեմն փողոքներ ներկայացված են կանկատներ ներկայացված են հայկական շրջանակներում ինտիմադրության գոմե գլխավորաբար ես խորին որ քիչ մ անդեղի են ուրեմն կանկատները որովհետև արդեն Մինսկ գրուպը մերիալ դարեր 2020 թվականին 2020 թվականին իվեր մերիալ դարեր եւ վերջի վերջո բարձրապես ֆորմալիտե էր որ փակվեցավ Մինսկի խումբի ուրեմն Մինսկի խումբը Ամիջապես OSCE-ին այսինքն յախքը ընդառաջեց այս Հայաստանի եւ Ադրբեջանի առաջարկին եւ մարտ ներողություն սեպտեմբեր 1-ին որոշում անցկացրին եւ թիմեց որոշում անցկացրին որ Մինսկի խումբը բիլ վերջանա եւ դեկտեմբեր 1-ին այսինքն քաշապտու սկիզբը Մինսկի խումբը վերջ պիտի գտնա պաշտոնապես OSCE ըստ OSCE որոշման Չորրորդ համաձայնագիրը որ ստորագրվեցավ ուրեմն Վաշինգտոն անալ գվերապերի այսպես կոչված section 907-ին որ 92-ին իվեր գարկիլեր որ Ամերիկան ովև մեկ դեսակ զինվորական եւ դնդեսական աջակցություն բերեր Ադրբեջանին բայց արդեն այս որոշ ծավով սիմվոլիկ բամը վերածված էր որովհետև արդեն 2001 թվականին իվեր 2002 թվականին են ավելի ճիշտը բոլոր Ամերիկայի բոլոր ուրեմն նախագահները մեկ ամեն տարի ուրեմն մեկ տիտրած էին աս համաձայնագիրը ներողություն օրենքը ամերիկյան օրենքը եւ օգնություն Ադրբեջանի օգնությունը կարող էին հայտարարել Ամերիկայի գոմե ուրեմն ասիկա նորեն ֆորմալիտե մներ որ դեղի ունեցավ Washington օգոստոսի համաձայնություններու համեմատ եւ ուրեմն պաշտոնապես վերջ տրվեցավ 907-ի 907 օրենքի բանին ուրեմն հաջորդ ուրեմն 4 համաձայնագրեր ստորագրվեցան Հայաստանի եւ Ամերիկայի միջև 3 հատ եւ 1 հատ Ադրբեջանի եւ Ամերիկայի միջև որոնք կվերապերին գլխավորաբար տնտեսական հարցերու բանի IT այսինքն AI ինչքան artificial intelligence-ին հայերեն մորցա արհեստական բաներ ուրեմն ինչ որ artificial intelligence-ի գվերապերի սահմաններու ուրեմն վերապերյալ սահմանների ինչպես կառավարելու վերապերյալ հարցերու եւ այլն ասոնք կարևոր են բայց ոչ որքան կարևոր անքան առաջի երկու համաձայնագրերը որոնց մասին խոսեցա ուրեմն բոլորը միասին 8 համաձայնագրեր ստորագրվեցան եւ նախաստորագրվեցան օգոստոս 8-ին Washington-ի մեջ
Հիմա նայենք թե այս համացանակրերու թրական եւ բացասական դարերը որոնք են եւ կարեւոր է որ ոչ թե միայն բացասականին վրա գետրոնանանք այլ նաեւ թրական դարերու վրա գետրոնանանք եւ մտքերնուս մեջ միշտ բահենք այդ թրական դարերը այս համացանակրերուն ամենակարևորը ըստ ինձի որ առաջին երկու համացանակրերը, այսինքն TRIP-ը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ուրեմն խաղաղության համացանակրի նախաստորագրությունը նվազագույնը հետաձգեցին, որոշ ժամանակով հետաձգեցին անմիջական վտանգը, որ Ադրբեջան կներկայացներ Հայաստանի թեմ, այսինքն անմիջական սպառնալիքները, որ Ալիևը գրեթե ամեն օր գխոսեր նախքան որ օգոստոս 8-ի ուրեմն համաձայնագիրը ստորագրվի եւ իսկապես այսինքն ինչպես քիչ առաջ ընդհանուր խոսակցության ադեն մեկը ասավ որ անցյալ տարվա ընթացքին գրեթե ամեն օր կսպասեինք որ հարցակում տեղի ունենա Հայաստանի վրա, մասնավորապես Հայաստանի հարավի եւ ինչպես տեսանք 21-22 թվին արդեն մոտ քոնե 15 հարցակման որպես արդյունք մոտավորապես 240 քառակուսի կիլոմետր Հայաստանի հողերեն կրավվեցավ Ադրբեջանի գոմե ընդհանրապես բարձունքներ ստրատեգիկ բարձունքներ որոնք կրավվեցան հիմա որոշ ժամանակի համար նվազագույնը այս անմիջական բادرազմի հարցակման ագրեսիոնի սպառնալիքը հետաձգվեցավ հիմա եթե այն բացասական ուրեմն դարերը որոնց մասին մի խոսիմ հիմա չսրբակրվին անմիջապես այս հետաձգումը մեկտի կտրվի այսինքն սպառնալիքը կգնա վերադառնալ եթե անմիջապես ուրեմն փաստողումները չի սրբակրվին այս համաձայնագրերու իման խոսեց շատ ամեն ընդհանուր առմամբ արդեն գխոսվի այն մասին որ առաջի երկու համաձայնագրերը թե TRIP-ը թե մասնավորապես խաղաղության համաձայնագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ոչ մեկ խոսք ունին մեր 23 բադանքներու մասին, որոնք կգտնվին այսօր Բաքուի բանդերու մեջ անօրեն ձևով այդ մասին ոչ մեկ խոսակցություն այս ուրեմն փաստաթուղթերու մեջ այո Փաշինյանը այդ մասին որոշ ակնարկ Թրամփին նախագահ Թրամփին իրենց խոսակցություններու ընթացքին բայց այդ բացակայությունը այս հարցին փաստաթուղթերեն ըստ ինձի վտանգավոր գեդմն է որ պետք է սրբակրվի երկրորդ փաստողումը որ Արցախի մշակութային գոտորներու գործանումի մասին ոչ մեկ խոսքա բահման մաս եթե գուզենք թրականը լա բահմանման մասին ովև մեկ խոսքա այս փաստաթուղթերու մեջ իսկ երրորդ փաստողումը այն է որ վերադարձի արցախցիներու վերադարձի իրավունքի մասին նաև ոչ մեկ խոսքա այս փաստաթուղթերու մեջ հիմա կվերադառնանք այս վերադարձի իրավունքի մասին բայց հոս պետք է ասել որ պետք է անդրադառնալ որ արդյոք Հայաստանը ի վիճակի էր ոտ կողելու ովև մեկ հարցի առնչությամբ այս համաձայնագրերու բանակցություններու ընթացքին բնավ չմոռնանք որ Հայաստանը բարդված կողմ է այս հարաբերության մեջ Ադրբեջան-Հայաստան հարաբերության մեջ չախճախ բادرված կողմն է բարդված կողմն է եւ չմոռնանք ադիգա արդյոք Հայաստանը ի վիճակի էր բանջներ ներկայացնելու
ստիպելու Ադրբեջանին առանց վտանգելու այս բոլոր համաձայնագրերու ուրեմն ստորագրությունը։ Բայց նաև պետք է անդրադառնանք, որ առանց որ այս հարցերը լուծվին, այս հարցերու լուծում գտնվին, թերևս կարելի որ երկիրներու մեջ ժամանակավորապես խաղաղություն հաստատվի այս համաձայնագրերի շնորհիվ, բայց ժողովուրդներու մեջ համաձայնություն խաղաղություն պիտի չի հաստատվի, մինչև այն ադեմ որ այս փաստողումները եւ կարևոր փաստողումները այս փաստողումները լուծում կգտնեն։ Այսինքն ասպաստողումներ մասին ուրեմն խոսակցություն կլա եւ լուծում կգտնվի։ Չորրորդ ուրեմն երեք փաստողումները ասենք վերադարձի իրավունք, մշակութային գոտորներու հարց եւ 23 բադանտներու հարց։ Չորրորդ փաստողումը որ խաղաղության համաձայնագրի թիվ 15 հոդվածի մեջ գխոսվի միջ pedagogan թադերը յետ քաշելու մասին երկու երկիրներու գոմե այսինքն Հայաստանը որ դատապարտած է Ադրբեջանի թեմ եւ Ադրբեջանը նույնպես դատապարտած է Հայաստանի թեմ այս թադերը պետք է յետ քաշվին ես քորին որ ոստեղ մեծ փաստողումը դեղի ունեցած է որ այս համաձայնագրի մաս չի գազմեր ներբեդական թադերու հարցը որ գրնար եթե ներբեդական թադերու հարցը մեջտեղ դրվիր պիտի առաջ կառներ 23 բադանտներու ազատ արձակման այսինքն պիտի առաջնորդեր 23 բադանտներու ազատ արձակման ասիկան մեծ փաստողումն է որ գազեմ Հայաստանի բերությունը արդոնած է ինքսինքին հոս անել այսինքն missed opportunity մնե ասիգա որ պետք է գարենային կնել հիմա ուրիշ հարց նաև որ այս միջպետական թադերը յետքաշելը ճիշտ է թե ոչ աս մասին կարելի երկար խոսիլ որև այսօր միակ ուրեմն փանակցական քարտն է որ ցերկերնից ունենք Ադրբեջանի թեմ եւ ադալ եթե թյուրությամբ այսքան թյուրությամբ պիտի ցերկեդանք փանչի մնար ցերկերնից բայց միևնույն ժամանակ պետք է մտածել թե արդյոք մենք պիտի գարենայինք ոտ կողել եւ ասել որ ոչ պիտի չի յետ քաշենք այս թադերը Ադրբեջանի դեմ միշտ հարցը մտքերուց մեջ պետք է մնա որ արդյոք Հայաստանը ուժ ուներ կամ կարողություն ուներ ոտ կողելու եւ չստիպվելու որ այսպիսի դարեր ընդունի ասամացանակրերում մեջ ասիկա երկար խոսակցություն արդյունք գրնալալ եւ պետք է մտածված ծևով մոդենանք ասացելու եւ ոչ թե այսպես ինչպես կսենանք knee jerk reaction որ պետք է ոտ կողեին եւ չընդունեին ասիկա Բոլոր հարցերը փաստորումները 4-ը որ ես նշեցի կարևոր են եւ կարելի չէ սպասել որ խաղաղություն հաստատվի այս հարցերը բարձրապես կորքիմը դակ ավլելով եւ ուրիշ տեղ նայելով եւ սեվելով որ չենք տեսնել աս բաները Հիմա խոսենք TRIP-ի մասին, այսինքն Trump Route for International Peace and Prosperity, այսինքն այն ուղին, որ պիտի հաստատվի Սյունիքի վրայով հավանաբար մեղրի մոդերեն անցնելով, հետևելով ուրեմն Հայաստան-Իրան սահմանին, որ պիտի թուլություն դա Ադրբեջանին միանալ իր ուրեմն գլխավոր հողամասերեն դեպի Նախիջևան եւ Անգե Անտին Թուրքիո բայց ոչ միան
ասիկա միան այս trip-ի ուղին միան Ադրբեջանի ուրեմն ինչ կսեն benefit-ին համար չէ, այսինքն Հայաստանն է benefit ունի ասոր մեջ քիչ առաջ մեկը գխոսեր դնդեսական շահույթներում ասին, շահերում ասին, բայց նաև գա այն, որ այս trip-ը եթե ճիշտ սեով հիմնվի, Հայաստանը գրնա դուրս բերել իր ամբողջական մեգուսացում են շրջանային հարաբերություններու դեսագդեն, բայց հոս trip-ը հիմա նախ ես չեմ կարծեր, որ չստորակրված համացանակի գրատրիպի առնչությամբ։ Այնինչ, որ չեմ դեսած, չեմ գրնարսել կոյություն ունի կամ չունի, պարզապես ըստ ինձի։ Բայց trip-ի մանրամասնությունները կոյություն չունին։ Աս է կարևորը, ոչ թե արդյոք քաղնի համացանակներ կան։ Trip-ի մանրամասնությունները կոյություն չունին, ոչ մեկ մանրամասնություն կոյություն ունի։ Trip-ը միան խաղապարմն է այսօր, ուրիշ ոչինչ։ Խաղապարմն է, որի շուրջ արդեն բանակցությունները սկսած են։ Երեք շաբաթ առաջ երբ որ Հայաստան էի, հանդիպմանը մասնակցեցա, ուր թե արտգործնախարարը, թե վարչապետը խոսեցան, ուր երկուքն ալ հաստատեցին, որ արդեն բավական լուրջ բանակցություններու մեջ են Հայաստան Ամերիկա բանակցությունները, ոչ թե Ադրբեջանի հետ, եւ Ադրբեջանի թերագադար չէ այս բանակցություններում, Հայաստան Ամերիկա բանակցություններում մեջ, որբեսի այս trip-ի մանրամասնությունները ճշտվին։ Ներառյալ արդյոք 99 դարվա համաձայնություն բիլասիգա, թե 49 դարվա կամ ուրիշ որ մեկ չեմ դեր քանի դասնյակ դարիներու, ուրեմն այս դարիներու հարցը գախյալ է այն դնդեսական ներմուծում են, որ բիդի պետք ունենա, որ այս trip-ը ուրեմն դառնա կորձունյա իսկապես ուղիմ եւ trip-ը բիդի փաղական ջանաբարե երկաթուղակիցե էլեկտրական կիզերը գազամուղները եւ ուրիշ communication links, այսինքն ինտերնետի եւ այն communication լինքերը։ Եվ այս իրենց ասածին այս բոլորը պայման չէ, որ բոլորը մեկ ասենք 5 կիլոմետր կամ 50 մետր ուրեմն լայնությամբ ուղիմը վրային անցնի գնան դարբեր ուղություններ անցնի այս սանազան լինքերը։ Հոս ամենակարևորը նորեն կգտնեմ այս բանի ուրեմն այս ուղին մասկիզ բիդգազմի ոչ թե միան Ադրբեջան, Նախիջևան, Թուրքիա ուղիմը, այլ այսպես կոչված միջին կորիդորի մաս բիդգազմի։ Այսինքն Կենտրոնական Ասիայեն թեպի Ադրբեջան, Կասպից ծոց, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա եւ Եվրոպա այսպես կոչված միջին կորիդորի մաս պիտի գազմե այս ուղին։ Ինչ որ շատ կարևոր կրնալալ Հայաստանի իր մեգուսացումեն դուրս բերելու դեսագետեն եւ նաեւ ինչու՞ չէ նաեւ տնտեսական մուտք Եվրոպային դեսեք թե ինչպես Վրաստանը գոկտվի գազամուղներու ուրեմն գազամուղի եւ նավթամուղի անցնում էր իր երկրի ուրեմն հողամասի վրային տնտեսապես գոկտվի հոս ուրեմն պետք է տեսնենք թե այս ուրեմն բանակցություններու արդյունքը ինչ պիտի լա եւ ասմանրամասությունները ինչ ծավով պիտի սահմանեն Հայաստանի նաեւ փոխադարձ իրավունքը այս trip-ի հետ միադեղ որտեղ trip-ի համաձայնագրի մեջ կար նաեւ պարամետր փոխադարձ
իրավունքներու մասին Հայաստանի, բայց այս է նույնպես միան քաղաքար է եւ ոչ մեկ մանրամասնություն գոյություն ունի եւ հոսալ մանրամասնությունները որքան արագ այնքան լավ պետք է եւ ես կխորին որ այս մանրամասնությունները պիտի համաձայնվին Ամերիկայի եւ Հայաստանի միջև նախքան որ վստահաբար հունիս 26-ի ասկային ժողովի ընդրությունները, որտեղ վստահաբար ուրեմն Փաշինյանը պետք է ունենա այսպես կոչված հաջողության, որբեսի իր ուրեմն ծրագիրները ցախե ժողովրդին կվե հավաքելու դեսագետեն։ Հիմա նորեն գսեմ շանկուլուխը մանրամասնություններու մեջ է, այսինքն սադանան մանրամասնությունների մեջ է եւ մինչեւ մանրամասնությունները չհաստատվին եւ ադալսին արդեն 3 շաբաթ երբ որ թե վարչապետը թե արտգործնախարարը խոսք արին աս հանդիպման ընթացքին թե այս համաձայնությունը պիտի հրաբարակվի խոսում է որ կսպասենք որ հարկեն այդ խոսումը այսքան ուրեմն թրիպի մասին անշուշտ շատ ավելի երկար խոսիլ մանրամասնություններու հարց ու պատասխանի ընթացքին Այո, հրամեցի։ Հա, ուրեմն ուրիշ ինչ պիտի ասեի Հա, ուրիշ կարևոր հարցը, որ թրիպեն անտին գանցնի, այդ ուրեմն խաղաղության համաձայնագրի նախաստորակրված համաձայնագրի դեսագետեն ամենա գլխավոր հարցը, որու պատճառով չէ ստորակրված դակավին այս համաձայնագիրը, որ արդեն մարտ ամսուն համաձայնված էր Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, բայց ոչ նախաստորակրված էր, ոչ ստորակրված էր մինչև օգոստոս 8-ի Վաշինգտոնի հանդիպումը հոն նախաստորակրվեցավ։ Հոս ուրեմն հավելյալ քայլը այն է, որ Ադրբեջանը գստիպե Հայաստանին իր սահմանադրությունը փոխել այն հոդվածի առնչությամբ անկախության հռչակագրի մասին է խոսքը, այն հոդվածի առնչությամբ, որ ըստ Ադրբեջանի ուրեմն Հայաստանը հողային պահանջներ ունի Ադրբեջանի, այսինքն Ղարաբաղի հարցի առնչությամբ է վերջի խոսքը։ Ադրբեջանը կպահանջի, որ այս հոդվածը Հայաստանի սահմանադրությունից դուրս գա, ինչ որ ես խորին որ Հայաստանի մեջ շատ մեծ թիմադրություն ունի այս մոդեցումը, որ ոչ թե որովհետև հոդվածը պիտի վերցվի սահմանադրության մեջ, որովհետև հոդվածի վերցումը կստիպվի Ադրբեջանի կողմը։ Եվ ես չեմ զարմանալ, եթե այս ուրեմն նոր սահմանադրությունը, որ պիտի ռեֆերենդումի տրվի հաջորդ տարվա հունիսի խորհրդարանական ընտրություններում վերջ չպիտի զարմանամ եթե այդ ռեֆերենդումը ցախողի որովհետև կբարդատրվի կոնե ըստ ժողովրդի մտայնության կբարդատրվի Ադրբեջանի կողմը եւ չեմ զարմանալ եթե Հայաստանի պետությունը այս ռեֆերենդումը ուրեմն առաջարկե ուրիշ ավելի հմայիչ ասենք բաներու պրովիժններու հետ միադեղ սահմանադրության մեջ օրինակի համար Եվրոպայի միության որպես ասենք վավերացում կամ որոշում Հայաստանի քվեարկողներու կողմը եւ վերջին ուրեմն փաստողումը աս համաձայնագրեն այն է որ գխոսի համաձայնագրերու մեջ մանավանդ խաղաղության համաձայնագրի մեջ գխոսվի Ադրբեջանի եւ Հայաստանի սահմաններու սահմանակցման եւ սահմանազատման մասին, բայց ոչ մեկ խոսքը այն 240 քառակուսի կիլոմետր հողերուն, որ Ադրբեջանը գրաված է 21-22 թիվեն սկսել մասնավորապես ստրատեգիական բարձունքները, որոնք գրաված է Հայաստանի հողերեն։ Հոսալ գխորին, որ
գրնա ամերիկան թերագադարը լալ, որ բարդատրե Ադրբեջանին դուրս գալ, բայց այդ մասին դակավին ոչ մեկ խոսք կա։ Վերջին երկու խոսք մնալ եմ վերադարձի իրավունքի մասին։ Վերադարձի իրավունքը միջազգային օրենքի կողմէ ջանցված իրավունքն է զանազան ուրեմն հոդվածներու եւ այլներու հետ միադեղ։ Բայց չմոռնանք եւ մենք հաջող կմոռնանք ասիգա։ Չմոռնանք, որ վերադարձի իրավունքը նաեւ գվերապերի այն ադրբեջանցիներուն, որ դուրս եկած են Հայաստանին։ Այո, հիմա բիլսեք, որ ասիգա Ալիևին խոսն է, բայց ասիգա ոչ Ալիևին խոսն է, այո, բայց նաև միջազգային օրենքի խոսք է։ Այո, Ղարաբաղի ուրեմն 150,000 գաղթականները, ուրեմն դեղահանվածները, էթնիկ զդումի բարդատրությամբ դուրս տրված հայերը ամենավերջիններն էին, բայց ժամանակի միջազգային իրավունքը վերադարձի իրավունքի առնչությամբ ժամանակի հարց չի ծներ, ժամանակը չի հինցներ կամ վերցնել վերադարձի իրավունքը։ Դեսեք թե բաղեստինցիները 48 թիվեն իվեր վերադարձի իրավունքի մասին խոսին այսօր, չէ՞։ 48-ին իվեր 1948 թվեն իվեր։ Եվ չմոռնանք, որ այսօր գոյություն ունին զանազան դեղահանվածներու շերտեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սկսյալ 89-ին, այսինքն Սումգայիթ, Գիրովական, Գիրովաբադ ներողություն, Բաքու, Ղարաբաղեն դեղահանվածներ, Ղարաբաղի շուրջի 7 շրջաններեն դեղահանվածներ եւ չմոռնանք Հայաստանեն դեղահանվածներ։ Հիմա գրնակ ասել, որ Հայաստանեն դեղահանվածները ուժի բարդատմամբ չէ որ դուրս ելան, բայց իրենց հարցուց է գադիգա, իրենք կսեն ուժի բարդատմամբ է որ դուրս եկան։ Ասպաները միան մենք մեզի նայելով չէ որ գրնանք ասել թե մենք ասպես կհասկանանք եւ վերջ, ոչ, բնայից թե թիմացինը ինչպես կհասկանա նույն ասենք բարդավորությունները միջազգային օրենքի համեմատաբար եւ վերջացնեմ ասելով որ երկու ժողովուրդներու միջև գոյություն ունի 1.2 կեն 1.3 միլիոն դեղահանված մարդիկ 88 թվականին իվեր 1.2 կեն 1.3 միլիոն դեղահանված Հիմա թե ով ավելի դեղահանված է, ով ավելի վերջ դեղահանված է, անկեղծորեն կարևոր չէ միջազգային օրենքը ադիգա չի ջանչնար։ Իրեն կարևոր չէ ասիգա։ Եվ մենք երբ որ գխոսենք վերադարձի իրավունքի մասին, ինչ որ կարևոր հարց է եւ պետք է խոսենք, չմոռնանք նաեւ այս տվյալները։ Եվ ոսկե կենամ սիրող բացահայտ ծեր հարցումներում։ Շնորհակալություն ձեր զեկույցին համար, արկեդեր հերթսերն եմ, եթե գուզեք հերթակրվին ձեր պարզացնելով եւ այլն, արիթսերն է որևէ գեդի շուրջ մանրամասնենք ընդլայնենք եւ այլն եւ այլն։ Մինաս ինչպես կուզեցին ասեմ, մեկ բացանեմ թե Այո, ընդհանրապես այդպես, որովհետեւ մտքերը չդարդղնվին, հա, որովհետեւ եթրոնանա։ Լավ, միջին սպասեմ ձեր հարցերուն, ես եթե գարդոնեք Դոկտոր Հրայր, եթե գարդոնիկ, հիմա գիտեք, այս թեզը հաջող կլսենք, որ ասենք Թրիմփի համաձայնագիրը հետաձգեց ուղղակի բادرազմի հնարավորություն հետաձգել։ Եկեք ասպես տանենք։ Խնդիրը հետևյալն է, չեք կարծել որ քիչ շանտաժի ձևով կներկայացվի այս խնդիրը, այսինքն եթե չստորագրենք բادرազմ կսկսի։ Հաջորդը, եթե չստորագրենք, չգիտեմ ինչ կլա, դեղահանվածները կվերաթարնեն, չեն վերաթարնեն։ Եթե չընդրվիմ բادرազմ կսկսի։ Ահա շարահյուսությունը հուն կդանի, չէ՞։ Այս մեկ, երկրորդ, ցեզի վիդ հարցնեմ։ Մինսկի համանախագահներով պագեն դուրս գալով Չեք կարծել, որ մենք բանակցության սեղանի վրա հիմնական խաղակարգը գործընկնենք, կամ պիտի գործընկնենք։
Քանի որ Չհասկանալ հարցումը ներողություն, գգրտնեք այդ հարցումը խնդրեմ հա, վերջին այսինքն Մինսկի համանախագահներու կմպագել դուրս գալով կամ այդ համաձայնագիրը դրժելով, մերժելով եւ այլն։ Չեք կարծեր, որ մենք կարևոր խաղակարգը ցերկեք ու տանք ինեբաստ Ադրբեջանի, քանի որ այդ Մինսկի համանախագահներու համաձայնության մեջ ամենակարևոր կետը ինձ համար ոչ պատերազմյան միջոցներով խաղաղ ղեկավարման խնդիր կա եւ այնտեղ Ադրբեջանը խախտած է այդ կետը։ Հասկանաք ինչ է խնդիրը։ Ահա այդ խաղակարգը մենք ցերկել ունենք։ Այս է իմ մտածումը։ Չեք կարծել, դեպաշտեք իմ կարծիքից թե ոչ։ շատ լավ ծևով տրիրադիգամինա շատ ճիշտ է հարցատրումը բայց ես այդ ծևով չի տրի հարցը այսինքն չշփոթենք Մինսկի խումբի փակումը այն սկզբունքներու հետ որոնք որոնց հետ Մինսկ գրուպը գաշխատեր այսինքն խաղաղ լուծում ուրեմն հագամարտություններու բادرազմի չդիմելու ուրեմն self-determination-ի իրավունքի եւ հողային ամբողջականության իրավունքի այս 4 սկզբունքներու վրա է որ Մինսկի խումբը գազմած էր Մադրիդի սկզբունքները եւ այլն եւ այլն ասում միջազգային օրենքներ են որ ոչ Մինսկի խումբի փակումը ոչ ուրիշ խումբի փակումը գրնան չեղյալ համարել այդ սկզբունքները կմնան ուր որ են այսինքն այդ սկզբունքները հիմա ուրիշ հարց որ թե միջազգային համանքը թե Ադրբեջանը խախտեցին այդ սկզբունքները երբ որ 20-ի եւ 23-ի բادرազմները դեղի ունեցան 23-ի հարձակումը դեղի ունեցան այսինքն չշփոթենք այս երկու հարցերը Մինսկի խումբը արդեն վերջ կդած էր վերջացած էր գոյություն չուներ 20 թվականին ի վեր գոյություն չուներ միան ֆորմալիտի մգար որ անունը գոյություն ուներ եւ ուրիշ ոչինչ եւ ադիգա ոչ մեկ նվազ կփերեր մեզի բայց սկզբունքները գային գմնան եւ պիտի մնան սկզբունքները հոնեն այդ սկզբունքները մեր ցերկը շատ կարևոր խաղակարգներ պետք է լինեն այդ սկզբունքները դակավին այդ սկզբունքները մեջտեղեն չեն վերջված ասի շատ կարևոր հարց է երկրորդ եթե առաջին հարցումին վերադառնալուց էր որ եթե չստորագրենք պատերազմների բինոնա ես ածեով չտրիած ես ուզեցի տնել հարցը ավելի թրական ծեով այսինքն եթե այս մանրամասնությունները բոլոր ճիշտ ծեով տրվին եւ այս փաստողումները լուծվին այնադենը որ միան այս տրիպը գրնա խաղաղություն բերել եթե ոչ տրիպը ինքը պիտի ցախողի ուրիշ կարևոր հարց մնա գա տրիպի մեջ որ պետք է նկատի առնենք որ տրիպը չարդոնեն հուսամ Հայաստանը չարդոներ որ տրիպը դառնա կորձիկ Ամերիկայի ցերկի մեջ Ռուսաստանի եւ Իրանի դեմ ասի շատ կարևոր հարց է եթե Ամերիկան հաջողի ասուղությամբ խոսակցություններ կան դիվանագի դական շրջանակներում մեջ Վաշինգտոն եթե Ամերիկան հաջողի տրիպը դարձնել կորձիկ իր ցերկին Ռուսաստանը եւ Իրանը դուրս պահելու դարածքաշրջանեն անադեն տրիպը վստահաբար գծախողի Okay Հայաստանը պետք է թերագադարը լավ որ ապահովե Ռուսաստանի եւ Իրանի որոշ թերագադարություն ոչ էքսկլուզիվ այլ որոշ թերագադարություն այս տրիպի մեջ նաեւ հոնե որ տրիպը գրնա հաջողության հասնել շատ լավ շնորհակալություն բարոն Անդրանիկ Գասպարյան դրամեցեք այո շնորհակալություն հրաշ շատ շնորհակալ եմ եւ դրամապանական կդա եւ հավասարակշռված կդա վերլուծությունը բայց մեկ հարցում ունին ոմանք կան ոչ ոմանք շատեր կան որ հետեւյալ դեսագետը գաբելցնեն որ տրիպը որբեսի հաջողի դարիներ բիդուզե ասոր ջարդարաբեդությունը սարքելը եւ ամրացնելը քանի մը դարի եթե ոչ ավելի պիտի պահանջե
Եվ անշուշտ ամերիկյան քաղաքականությունը գիտենք փոփոխական է եւ Թրամփին շուկը հիմա մեծ է արտաքին քաղաքականությամբ, բայց Թրամփը եւ ասենք MAGA շարժումը գրնա երկար չդեվել, գրնա թերևս 3 տարիով սահմանափակվել։ Ծեր գարձիկով Թրամփը գրնա պետք եղած մոմենտումը ստանալ 3 տարվա մեջ, որբեսի իսկապես շարժիչ դառնալ։ Թե ասիգա գրնա ինչ-որ ժամանակավոր ֆենոմենը լավ, որ կնշանակե, որ բարձրապես ժամանակ շահած է Հայաստանի համար եւ Հայաստանը պետք է մտածի այդ շահած ժամանակը օպտիմալ ձևով օգտագործել։ Այսօր մասին տեսակետ ունիք։ Ռաչուն պարոն։ Այո, խնդրեմ։ Շատ ճիշտ հարցադրում է։ Գներեք, որ առաջին անունով խոսին բոլորիդ հետ Անտրանիկ շատ ճիշտ հարցադրում է։ Եվ պետք է այդ մասին խոսեի եւ ես վրիպեց իմ ուշադրությունս։ Այո, Թրիպի դգարությունները մեկը ան է նաև որ Թրամփի անվան հետ կապված է։ Եվ այս Ամերիկայի այսօրվա administration-ի հետ կապված է։ Որքան կարելի է հիմա դժվար բիդլա որտեղ իր անունը գա Թրիպի ուրեմն ամբողջ քաղաքարին վրա դժվար բիդլա գտնի մադիգա բայց որքան կարելի է աս Թրիպը պետք է ինչպես ասենք զադել Թրամփի անունեն եւ administration-ին եւ դարձնել ամերիկյան enterprise-ը այսինքն համա ամերիկյան enterprise-ը որբեսի հաջորդ administration-ը որ կա Washington շարունակե նույն քաղաքներու շուրջ աշխատակցել Հայաստանի հետ եւ Ադրբեջանի հետ այս Թրիպի գաբակշան։ Մասիկա թյուրեն է ասել ավելի դժվար կորցածրելը վստահաբար, բայց պետք է ասկան միշտ մտքերումս մեջ մնա եւ կառավարության մտքի մեջ մնա եւ աշխատի այն ուղղությամբ որ Թրիպը անցնի Թրամփի անունեն անտին եւ դառնա միջազգային ասենք իրողությունը որտեղ պիտի ներառնի միջինասիո երկիրներ, օրինակ այսօր արդեն Ղազախստանը հետաքրքրություն ցույց տված է Թրիպի առնչությամբ եւ վստահ եմ մյուս միջինասիո երկիրների եւ վստահ եմ նաեւ որ Չինաստանն էլ ասմասին այս ուղղությամբ հետաքրքրված է ընդհանրապես արդեն հետաքրքրված է Հայաստանով բայց մասնավորապես այս Թրիպի առնչությամբ ուրեմն միջին կորիդորի այս հարցը որքան կարելի է մենք պետք է ավելի ուրեմն հարաճ բերենք որբեսի Թրիպը զադվի Թրամփի անունեն ասամփոփ ծրագիրը զադվի Թրամփի հերու մնա Թրամփի անունեն շատ ճիշտ հարցադրում էր Այո Լորանցանիգա ագնարգեց երկար վազքի վրա գաղափարը դրակիրը հետևաբար Թրամփի ժամանակաշրջանը գազեն շրջանց է Գերժան հրամեցեք Շնորհակալություն հրայր բարև շան բարև ես լրիվ համաձայն եմ այդ փաստողներուն որոնք չեն արձարծված չեն ձևակերպված երկու թիդարգում ասենք մտահոգություն որ նախաստորակրություն գարձեն որ գենտադրե որ այն ինչ որ նախաստորակրած են այդ փաստաթուղթի տեքստը չի փոխվիր որևէ փոփոխություն կարելի չէ մտցնել այսինքն այդ փաստողները հետապնդելու կամ նոր ձևակերպումներ բավականաբար իրավական այլ փաստաթուղթեր պետք են չնայած որ այնտեղ նաև դագավին հետակա գործողություններու ակնկալություն կա օրինակ սահմանադրության խնդիրը եւ օրինակ նախաստորագրված դարբերակի 17-րդ գեդը ագարակ անոր որ գսե որ գոմերը չեն գնար վգայագոչել իրենց ներքին օրենսդրությունները որբեսի չգադարեն այս բանը համացայնակիրը հագարակ ադոր գա համանացություն փոխելու մնայուն բանջ Ադրբեջանեն որ չէ ձևակերպված փաստաթուղթի մեջ բայց ինչպես տունը սիր որ այդ
խնդիրը գոյություն ունի եւ շարունակվի արձարծվել։ Ուրեմն այս տեսակ անորոշություններ եւս կան եւ այս տեսակ անբադեություններ անշուշտ։ Ճիշտ է Շան, այսինքն trip ներողություն խաղաղության համաձայնագիրը հավանաբար պիտի չփոխվի ինքնին, բայց բամը չարքիլեր, որ հավելյալ համաձայնություններ կամ բարձրավես Թրամփը բահանջե, ինչպես գնե ուրիշ տեղեր, բահանջե բարդատրե հավելյալ ուրեմն դվյալներ, եթե ոչ համաձայնություն նվազագույնը կորզատրումներ որոշ հարցերով, այսինքն օրինակի համար սահմաններու հարցը առնենք։ Այսօր 3 տարի է Հայաստան եւ Ադրբեջան կփանակցին սահմաններում վրա եւ շատ քիչ հարաճընթաց դեղ ունեցած է։ Թրամփը գրնա բարդատրել երկու երկիրներուն, որ հաջորդ դարվա ընթացքին կամ հաջորդ չգիտեմ քանի ամսվա ընթացքին կամ դարվա ընթացքին այս սահմաններու սահմանակցումը վերջնական դեղ բերեն եւ վերջ եւ նաեւ նշանակել ասենք արբիտրաժի մեկ ծևը որբեսի եթե վեճեր կան որ գարկիլե որոշ ժամանակագետը առաջ կորձը վերջացնել այդ արբիտրաժի միջոցով ուրեմն վեճերը լուծվին գրնա ասիկա unilaterally հայապան ամերիկան Թրամփը բարդատրել իր ստայլն է հատիկա իր մոդեց իր աշխատածևն է ամեն բարակայի ուրիշ երկիրների մեջ նույն բանը հրազը գրնա հոս անել գրնա Հայաստանը Եդևի ջամփաներով Եդևի կուլիսային ասենք հիշեցումներով այս բանը համաձայնիլ Թրամփի հետ մենք լաբիներ ունենք Վաշինգտոն այս ուղղությամբ պետք է աշխատի մեր լաբիները նվազագույնը 3 լաբի կա հայկական Վաշինգտոն գրնան այս լաբիները աշխատիլ այս ուղղությամբ եւ ուրիշ այլ հարցերով Փանդարգերներու առնչությամբ օրինակի համար, որը շատ աշխատանք կա դա ուղղությամբ ամեն բարակայի, բայց որքան ավելի այնքան լավ այսին բավարար չէ եղած աշխատանքները այսօր։ Լավ, քրարում ունենք դոկտոր Արասանդյանեն, եթե գուզեք ինտերսեք, որ մի հետ վիտան սյունեին, դստերուտին սյունեն ոչ չէ մի անջատված է կամ որ մի հետ բարոն Արմեն Մարուկյանին, լավ, քրարումը կարդամ, եթե կարդոնեք, միջազգային թադերում մասին մատնանշելի կետս երևի ավելի շատ մատնակեդական դեսանգին է, բայց կկարծեմ, թե կարևոր գլար, եթե այս մասին, այս կարևոր գրնարելալ այս հագամարդության մասին աբակային հայ ադրբեջանական ճիշտ է շատ միասնական խոսք հարակեցնելու համար։ Դժվար թե նոր խաղաղության կաթող երկու երկիր միաժամանակ շարունակեն արդու իրբուն իրարության թադարան երթանքալ։ Բայց եթե թադերը ավարտեի միջազգային ճակերտված վիճակներով անոնք կրնային հիմք հանդիսանալ, որ եղածի մասին աբակային քիչ թե շատ մոդիկ մեկնաբանություններ ունենալի հայերս ու ադրբեջանցիներս։ Հիմա այդ հնարավորությունը գործված է ու երկու երկրի մեջ իրարու հագաթրված մեկնաբանություններ կրնան երկար կյանք ունենալ իրենց հետևանքներով։ Այո, բարոն Սանջան, Երանի ցայնարներ եւ ճուն սերաս բոլորը բարոն Սանջան եւ խնայերի իմ շունչը։ Շատ լավ։ Ես ուզեցի խոսի, որ բախլով շատ երկար կխոսի, մսյադրում արգար չպահեմ։ Բայց մտահոգությունը ինձ համար շատ լուրջ է, որով եթե մենք միասնական ծևով չմտածենք անցյալի մասին, անընդհատ պիտի գրվենք։ Այս օրինակը ես շատ կուտամ հասարանին մեջ Ֆրանսիա Գերմանիա 1914-ի պատերազմ ունին միասնական հուշարձան, սերբերը, բոսնիացիները եւ հորվատները մինչեւ հիմա կգրվին, չէ՞, եւ շատ դարբեր սիմվոլիզմներով ուրեմն ժամանակը չէ որ գլուծե այս հարցը, այլ ֆակտորներ կան որ գլուծեն այս հարցը եւ եթե մենք չունենանք ամենաբարձ խնդիրը արևմտյան Հայաստան, արևմտյան Ադրբեջան, չէ՞, որ գնա շատ անմեղը լալ, եթե ասես որ ժամանակին մենք հոնեինք, ապրեինք, դուներ ունեինք եւ շատ ցաներ գլա եթե անպայման անիկա վերածրի որ հող ուզեմ գոր եւ հողը ինձի դաս մնացածերուն պլանները պիտի քշեմ դուրս տանեմ նույն բարը դարբեր ծավով գտնաս մեկնաբանել եւ ասիա շատ մտահոգիչ երևույթ է հիմա
Գրնա Ասա։ դարբերությունը բանը ըլլալ հասարակական գազագերբություններու քննարկումներ ինչպես որ Ամերիկայի մեջ Watts-ը եղավ եւ հայկական ցեղասպանության քոնե որոշ շրջանակի համար միասնական խոսույթ ստեղծեց լիբերալ հայ եւ թուրք շրջանակներու համար հոս թերևս այդպիսի բան մգնալ բայց այսքը շատ բդանկավոր երևույթ բնե որովհետեւ մենք հայերս չեմ քոնե ես բարդացրված գերտամ որ այս խաղաղության հանկստությամբ չեմ երթա որ այս խաղաղության եւ բոլորիս մեջ ցավը գա եւ ադիգա ամեն բարակային գնա փոխվիլ չէ եթե պայմանները փոխվին եւ ասկը մտահոգիչ երևույթ բնե որ պետք է նայ հաշել գրեք շատ ավելի ամբողջովին համաձայն ես ասի դարա Խնդրեմ, շնորհակալություն, բարոն Արմեն Մանուկյան, հրամեցեք։ ողջույն Արմեն Այ, բարոն Արմեն, իմ մոտ ձեր ձայնը շատ նույնպես հադա, նույնպես ձեր մոտ։ Խնդիր ունենք, բարոն Արմեն, ըստ երևույթի կապի խնդիր ունենք։ Տերևս վիդեոն կոչեց որ Հա, ավելի հստակ ճիշտ է։ Եկեք, բարոն Մանուկյան, եկեք վիդեոն անջատեք, կամերան անջատեք, միան ձայնը թողնեք, որպես երևի օգնենք, հա։ Փորձենք, հարմեցեք։ Բարոն Մանուկյան։ Չէ։ Ափսոս։ Չէ, չի լսվի շատ վատ բարոն Արմեն Մանուկյան, շատ վատ նացեր ձայնը չենք լսում երբեք։ Սույն է ձայնը դամ քեզի, բարոն Մանուկյանը պիտի փորձեմ։ Բարոն Մանուկյան, եթե գլսեք ձեր ձայնը անլսելի, անհասկանալի է, լրիվ։ Եթե ուզեք մի հատ անջատեցեք ձեր գաբը մեր բանի հետ, հանդիպման հետ, վերստի մի ասեք կարող է լուծվի հարցը։ Սույն է, խոսքը ձերն է հրամեցեք։ Շնորհակալ եմ, պարոն Բարյան, իրոք շատ հավասարակշռված եւ կարեւոր շեշտադրումներով բանախոսություններ։ Իմ հարցը վերաբերում է դրան թե վերաբնակեցման հարցի մասին, որ 1.2 եւ 1.3 միլիոն տեղահանվածների մասին նշեցիք, ձեր կարծիքով ամենահայանպաստ եւ ազգային մոտեցումը այս հարցի կապակցությամբ ինչ է կարող լինել։ Մյուսը հարցը կապված է դրան թե արդյոք այս համաձայնագիրը TRIP-ի տեքստը կարող է պայմանավորված լինել Իրանի եւ Ամերիկայի միջև նոր բանակցությունների արդյունավորմամբ կամ դրան ինչքան է կախված դրան։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ դեղահանվածներով անշանք ինչն է ամենահայանպաստ մոտեցումը։ Ես կխորհեմ, որ վերադարձի իրավունքը պետք է վարբահվի, չմոռցվի եւ այդ իրավունքը հետապնդվի։ Թե այդ իրավունքի հետապնդումը ուր կդանի մեզ, ինչ արդյունքի կհասնի, այդ ուրիշ հարց։ Ադիգա բանակցություններու գրնա նյութերեն մեկը լալ հավելյալ կամ ավակա բանակցություններու նյութերեն մեկը գրնալ բայց պետք չէ մորցվի չի մորցվի ադիգա չի կարելի մորցվի չի կարելի որ մորցվի այդ վերադարձի իրավունքի հարցը արցախցիներուն չեմ դեր եթե գրծի բադասխանել Իհարկե ներողություն ձեր խոսքի մեջ դուք մատնանշում եք այսինքն Հայաստանում վերաբնակեցման, այսինքն ադրբեջանցիների վերաբնակեցման հարցի մասին էր իմ հարցը։ Այսինքն դուք պատկերացնում եք արդյոք նման սցենար, թե նայեցեք թե ինչ տեղի կունենա Ղարաբաղ, Արցախ այսօր եւ Արցախի շուրջի 7 շրջանները։ Արդեն այսօր 2 տարին անցած է Արցախի անկման եւ հայաթափման եւ պատերազմի վերջավորության։ Քանի ադրբեջանցի վերադարձած են Արցախ
քանի ադրբեջանցի վերադարձած են այդ շուրջի նահանգները, 7 նահանգները։ Շատ քիչ են։ Ադրբեջանը որպես երկիր հարց ունի այսօր, թե ինչու իրենց դեղահանվածները 700-800,000 դեղահանվածները չեն վերադառնում Ղարաբաղ եւ շուրջի 7 նահանգները կամ չեն վերադառնում այն տիպերով, որ իրենք կսպասեին։ Բալասխանը շատ պրակտիկ հարցեր կրնան։ Այս մարդիկը Բաքու կամ ուր որ հաստատված են 88-89-90-ական թվականներն ի վեր իրենց կյանքը հաստատած են, դեղ հաստատած են եւ արդյոք նորեն պիտի ամեն ինչ թողեն եւ նոր դեղ փոխադրվին։ Սերունդ փոխված է եւ ասի միշտ հարց է դեղահանվածներու առնչությամբ այն սերունդը որ դեղահանված է դեղահանվածներու իրավունքները գժարանքե իրենց հաջորդներուն բայց իրենց հաջորդները ընդհանրապես ավելի նվազ հետաքրքրված են վերադարձի իրավունքով քան թե անոնք որոնք իսկապես բարդատրված են դուրս գալ իրենց տեղերեն ասին նույնը մեր բարակային այսինքն համաշխարհային հարցը է դեղահանվածներու բարակային հիմա եթե վերադարձի իրավունքը գիրարգվի բոլորին համար 1.2 1.3 միլիոն մարդ սկսին հանգարց շարժվել եւ ամբողջ ետ իրար խառնեն ես չեմ հավատալ որ այդպես բան պիտի գոյություն ունենա չեմ խորիր որ պիտի լա բայց եթե լա ինչքան պիտի լա որքան թիվով պիտի լա եւ ինչ պայմաններուն դակ պիտի վերադառնան ադուրի շարս որովհետեւ միջազգային իրավունքը նաեւ ունի այն մոդեցումը որ ժամանակը չեղյալ չի համարեր վերադարձի իրավունքը բայց ժամանակի ընթացքին այլ իրավունքներ կսկսին թերագադարել վերադարձի իրավունքի մեջ այսինքն մարդիկ որոնք նոր հաստատված են անոնց դեղերը ուրգե ուրեմն դեղահանվածն էին առաջին սերունդը ասենք 80-ական 90-ական թվականներուն դեղահանվածները նոր մարդիկ հաստատված են այնտեղ անոնց իրավունքը ինչ կլա Գասկնաս ուրեմն օրինակ Եվրոպայի մարդու իրավունքներու դատարանը այս ուղղությամբ որոշ մոդեցումներ ներկայացուցած է առանց չեղյալ համարելու վերադարձի իրավունքը ասած է թե նոր հաստատվողներու իրավունքներն է պետք է ուրեմն նկատի առնվին եւ թերևս այլ միջոցներ պետք է գիրարգվին վերադարձի իրավունքը իրականություն դարձնելու համար օրինակի համար compensation Այս մոդեցումները նման ճուզեցի ավելի զարգացնել այս իրավունքի հարցը եւ սկսել հսկայական որը հսկայական նյութ է իսկապես ժամեր գնան խոսի այս ուղղությամբ այնքան բարձ չէ որ եթե ես կուզեմ վերադառնալ գելաս եւ վերադառնաս այդքան բարձ չէ հարցը հիմա ուրիշ հարցն ակա չի մոռնանք վերադարձի իրավունքը անհատական իրավունք է եւ ոչ թե համայնքային իրավունք է միջազգային օրենքի մեջ okay ասան փոխը պետք է նկատի առնենք երբ որ խոսենք վերադարձի իրավունքի մասին բարձրապես կուզեի ադիգա թրոշ վերցնել որբեսի բոլորս հասկանանք թե ինչի մասին ենք խոսում եւ խոսենք վերադարձի իրավունքի մասին երկրորդ հարցումը տրիպի ներողություն մորցա ինչսիկ տրիպի մասին է բայց մորցա ճիշտ ինչ էր հարցում Իրանի եւ Ռուսաստանի դերակատարության մասին ասել չեմ կարծեր որ մոդեցումը ճիշտ կլա եթե Իրանի եւ Ամերիկայի հա չեմ կարծեր որ մոդեցումը ճիշտ կլա եթե Իրանը կամ Ռուսաստանը բանջեն դերակատարություն բայց կրնա Հայաստանը բանջել որ Իրանն եւ Ռուսաստանն որոշ դերակատարություն ունենան տրիպի առնչությամբ կամ նվազագույնը իրենց ունեցած իրավունքները չհարգվին հասկանաք օրինակի համար Հայաստանի եւ Իրանի սահմանը ամբողջ ամենասիգա այսինքն գարմիր քիզ պետք է լա որ Հայաստանի եւ Իրանի սահմանը պետք չէ ընդմիջվի ո՞յ մեկ ցեվով տրիպի հաստատման
բարակային։ Այսինքն Դոկտոր Բալյան, ինչպես Դոկտոր Բալյան, Սյունեի հարցը, ասիկին, եթե բադահի Իրան, Ամերիկա երկխոսության պատճառով հետևանքով մերձեցում հաստատություն գրնա ունենալ Թրիպի հաջողման կամ սահողման Ռուսաստանը Ամերիկա, Իրան համաձայնություն։ Գարձեմ քիչ մի շատ հեռու ենք իմ Ամերիկա-Իրան համաձայնության եմ այսօր դակավին նոր պատերազմ վերջացրին դակավին խոսին այսօր նոր պատերազմի մասին Իրանի եւ Իսրայելի միջև որ կնշանակա նաեւ Ամերիկայի հետ նաեւ ուրիշ ձևով պետք է մոտենալ Իրանի իրավունքներու մասին գլխավորապես Հայաստան եւ Իրանի սահմանը չփակելու բանջկը պետք է անդեր շատ գարմիր կիզով կծված լա ոյ մեկ չէ ոչ խախտվի ադիգա որտեղ Հայաստանի համար ադիգա շատ կարևոր սահման է եւ Իրանի համար Բարոն Փակրատ վերադարձի իրավունքի մասին ինչ որ բան ունեիք ասելու ես այդպես նկատեցի եթե այդպես է հրամեցեք այլապես Արմենը գարձեմ ցայն գուզեգ Այո, այլապես բարոն Արմենին ցայն պիտան։ Չէ, բարոն Փակրատը այդ կետի մասին բաններ ասելու կարծեմ, եթե չեմ սխալվում։ Նկատեցի։ Բարոն Փակրատ, ձեր միկրոֆոնը միացած չէ։ Այո, ճիշտ է, այդ մասին ըսելիքներ ունեի, բայց իմ հարցումս, հարցատրումս եւ մեկնաբանությունները բավականին հստակացան բարոն Հրայրի խոսքերով այդ ուղղությունով շատ հարցական չմնաց իմ մտքին մեջ ես ալ ճիշտ պիտի ակնարկեի թե երբ որ գխոսենք վերադարձի իրավունքի մասին արդյոք վերադառնալու նյութին ենթակա եղողները ինչ կխորին որքանով այդ մարտիկ հոժար են դարձյալ Սումգայիթի մեջ Ադրբեջանի քաղաքացի ըլլալու կամ Հայաստանեն քաղաքացիներ օրինակ Մասիսեն քաղաքացիները որքան ցանկություն պիտի ունենան Հայաստանի քաղաքացի որպես վերադառնալու առանց ասիգան նկատի ունենալու մենք ընդհանրապես վերադարձի իրավունքի մասին խոսենք որ կարծեմ թե շատ իրավացի չէ այդ իրավունքի բանջը եւ կորզաթրությունը բայց ուրիշ կետ միևս կար իմ միտքը առաջին մեկորեն դանչող թե հետեւյալն է այդ մեկը ինչ տարբերություն կա Թրիպի եւ Զանգեզուրի միջանցքի միջև Զանգեզուրի միջանցք կոչված խոսույթը որ ընդհանրապես մենց հագաստեցություն կհարաշացներ Հայաստանի կառավարության մոտ Փաշինյանի կառավարության մոտ եւ նույնիսկ այդ խոսույթը մինչեւ այսօր արարգության պատճառ կլա բայց կորզնականի մեջ ինչ տարբերություն կա Զանգեզուրի միջանցքի եւ Թրիպի ճանապարհի մեջ ես այս տարբերությունը նկատած չեմ ինձ այնպես կտվի որ երբ որ Ալիևը Զանգեզուրի միջանցքը սերմենք ոչսինք երբ որ Թրիպը եկավ եւ նույն բանը ասավ 99 տարիով վարձակալենք մենք ամերիկյան ընկերությունն այդ ճանապարհը այս անգամ կարծես թե փրկության միջոցը եղածլա պատտվեցանք այդ խոսույթին էականորեն կորզնականորեն այդ երկուքի միջև դարբերությունը գար արդյոք բարոն Հրայրին այս հարցն էլ պիտի ուզեի ինչ էր որ Զանգեզուրի միջանցքին դեմ այնքան փուրն հագաստեցություն ցուցաբերեցինք եւ Թրիպի ճանապարհ գոչված բանը այսքան հեշտությամբ յուրացուցինք Շատ լավ հարցում է շնորհակալ եմ բարոն Փակրատ Զանգեզուր կորիդոր ասված խոսույթը մեկտեղ միան սահմանված է այսօր մեկտեղ եւ անա 9 նոյեմբեր 2020 թվականի Երագոմ զինատատարի համաձայնագրի թիվ 9 հոդվածն է 9 նոյեմբեր 2020 Երագոմ զինատատարի հոդված թիվ 9-ի մեջ է որ սահմանված է Զանգեզուր կորիդորը ինչ կնշանակի այսինքն Ռուսաստանի կողմէ վերահսկված ռուս FSB-ի կողմէ վերահսկված
ճանապարհը, որ Ադրբեջանին թույլ կտա առանց որևէ մեկ կոնտրոլի անցնելու Լիբանանի Հայաստանի Սյունիքի շրջանը ներողություն շրջան։ Միա կոս է որ հապարի։ Ես կխորին որ թրիփի ուղին կփոխարինի ամբողջովին այս 9 նոյեմբեր 2020-ի սահմանված Զանգեզուրի կորիդորին կփոխարինի ամբողջովին որովհետև մեկ բան հստակ է թրիփի բարակային այնալ որ ուրեմն թրիփի այս ուղին գմնա Հայաստանի վերահսկողության եւ sovereignty-ի դակ այսինքն Հայաստանը sovereignty-ին չի գործընծներ այս թրիփի ուղի վրա գմնա Հայաստանի sovereignty-ի դակ հիմա թե թրիփը ուղի կգոչեք թե կորիդոր կգոչեք ինձ համար շատ կարևոր չէ թե ինչ կգոչվի ադիգա կարևորը մանրամասնություններն է որոնց մասին այսօր կփանակցի Հայաստանը Ամերիկայի հետ որբեսի հստականա թե այս թրիփը սված խաղապարը ինչ է եւ գխորին որ եւ ասած է Հայաստանի կառավարությունը ամեն արիտի որ Հայաստանը իր sovereignty-ին չի գործընծնել այս ուղիին վրա այսինքն Հայաստանի sovereignty-ի դակ կմնա այս թրիփի ուղին կարևոր է ասիկա մի կերնից միշտ պահենք եւ հուսամ այն համաձայնագիրը որ պիտի ստորագրվի Հայաստանի եւ Ամերիկայի միջև այս գեդը ամենակարևոր գեդը հստակորեն հաստատված գլա այս համաձայնագրի մեջ այս նյութով գիշեմ որ Ալիև ամպարդավան գերբով ըսած էր հետևյալը Նախիջևանեն Ադրբեջան երթալու adեն ոչ մեկ հայ պաշտոնյայի երեսը տեսնել դուզեմ Մեջունին տեսնալ գիտեք ինչ է այսօր շատ մը երկիրներու սահմանը գանցնից լա օտագայան լա նավահանգիստ լա երկրային ուրեմն սահմաններու վրա որ մեքենայով օտոյով գանցնից առանց ոչ մեկ պաշտոնյայի երեսը տեսնալու այսինքն паспорт կտնես բանի վրա ինչ կսեն էլեկտրոնիկ գարտացող հայլի վրա գարտա թուրը կփանա կամ չի փանար Գարմիր զանգը գզարնե կամ գանաչ լույսով թուրը կփանակեզի կմտնաս այդ երկիրը առանց ոչ մեկ քննության նույնիսկ տրակները այսինքն կամիոնները երբ որ գանցնի սահմաններ այսօր էլեկտրոնիկ ձևով կքննեն եւ ոչ թե շում կամ մարտը կսկսին քննել նայել վերցնել անել տնել եւ այլն այս միջոցառումները գոյություն ունին բայց չունի որևէ մեկը հայաստանյան պաշտոնյայի երեսը տեսնալու ուրեմն թրիփի ուղին անցնելու սկիզբը եւ վերջը սահմաններում վրա այսինքն շատ ծևեր կան որ կարելի է այնպես մգարկացրել որ որևէ մեկը միշին երեսը պետք չունի տեսնալու բայց Հայաստանի sovereignty-ին կբահե թրիփը ամենակարևոր գեդը այդ է եւ համացանություններում մանրամասնությունները որ դակավին չենք տեսած եւ չեն հուսամ ինչպես որ խոստացած են պիտի հրադարակվի հոնե որ պիտի սահմանվին այս իրավունքները թե ինչ կարելի է ինչ կարելի չէ անել ով ինչ պիտի եւ ով ինչ պատասխանատվություն ունի շատ շնորհակալ եմ բացատրության համար շնորհակալություն դերակատարական է մեկ միշին երեսը դեստել ասոր ամենը դրինք խաղաղություն բարոն Մարուկյան հրամեցեք Դաս կլսվի շատ լավ այսպես բայ Հրայր ջան շնորհակալ եմ շատ հետաքրական այսպես համակոնի ողջույն վերլուծության համար Ախ քանի մը ռեպլիկ ունեմ ասասերուտ վերաբերյալ հետո հարցումը պիտի ինեմ Նախ նոյեմբեր 9-ի հետ կապված որ նշեցիր 9-րդ հոդվածում Զանգեզուրի միջանցք նման ձևակերպ չկա այդ փաստաթղթի մեջ Չկա ոչ Զանգեզուր եւ ոչ էլ միջանցք Նշված է որ Հայաստանի ուրեմն
այդ հատվածով պետք է տրամադրվի անցուղի, այսինքն որ անխան գնան գան, բայց իհարկե ճիշտ է, որ Ռուսաստանի ՖՍԲ կողության տակ է լինել, այսինքն որևէ փաստաթղթում Զանգեզուրի միջանցք ձևակերպումը գոյություն չունի, գոյություն ունի Չինի միջանցք։ Պատասխանեմ այդ հարցին շատ արագ չմոռացած, որ այո շատ ճիշտ է ասածը, բայց այդ է միակ սահմանումը, ուրիշ սահմանում չկա այսպես կոչված Զանգեզուր։ Այսինքն դա այն Ալիևի խոսույթի մեջ է Զանգեզուրի միջանցք ասված, ոչ մի փաստաթղթում դա չի արձանագրված, սա ուղղակի եւ ասենք առաջ, բայց պարոն Էստուկյանի հարցրումը կապված Զանգեզուրի միջանցք եւ թրիպի հետ կապված ուշագրավ է, ուզում եմ այդ միտքը զարգացնել, որովհետեւ Վիտկոֆը, որ Թրամփի այսպես արտակարգ ներկայացուցիչն է եւ նաեւ Ռուսաստանի հետ բանակցություններում, այսպիսի միտք արտահայտեց, որ շատ տարակուլի էր, որ Հայաստան-Ադրբեջան երկրների եւ խաղաղություն հաստատելիս ուրեմն Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանը խորհրդակցել է Հակոբ Ֆիդանի եւ մյուս պաշտոնյաների հետ, այսինքն սա որոշակիորեն այսպես կրկին մեջտեղ է բերում այնքը, որ ՆԱՏՕ-ի շրջաններում այդ ռազմավարական դաշնակցությունը Միացյալ Նահանգներ Թուրքիա որոշակի ազդեցություն ունեցել է եւ Ադրբեջանը նաեւ ավագ եղբոր միջոց է շատ կետեր հասցրել ամրագրել այս ուրեմն վերական փաստաթղթում Մինսկի խմբի եւ 900 բանաձևի հետ կապված գիտես մասամբ եմ համաձայն այո դրանք բականություններ էին ֆորմալիթիներ էին համաձայն քեզ հետ բայց դրանք որոշակի առավելություն էին մեզ տալիս բանակցային գործընթացում եւ դրանք վերացնելը միանշանակ Ադրբեջանի պահանջներ եւ նա պահանջով դա տեղի ունեցավ նայ մենք խոսենք վերադարձի իրավունքի մասին բայց եթե գոնե ձևականորեն այդ Մինսկի խմբար այդ վերադարձի իրավունքը այդ խողովակով գոնե գործիքի միջոցով հնարավոր կլիներ ավելի արդյունավետ առաջ մղել հիմա գործիքը այլևս չկա այսինքն մենք 0-ից պիտի սկսենք այդ վերադարձի իրավունքի նոր ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծել նույնը 907 բանալին որ ելի ցանկացած դեպքում մեր հաղթանակների նսականների եւ դա զրոյացվեց մենք պետք է ընդունենք որ այս աշխատանքը կրկին 0-ից մեր լոբին պետք է ուրեմն սկսել վերադարձի իրավունքի մասին որ խոսենք ես կարծում եմ որ զահեր պետք է լինի նաև ինքնորոշման իրավունքը ճիշտ է նշվում պարոն Էստուկյանն էլ ճիշտ է որովհետև եթե միայն վերադարձի մասին խոսենք կարող էին դուրս չգար հասարակ դառնային Ադրբեջանի քաղաքացիներ եւ այսպես տրկած վիճակում իրենց տներում ապրեին բայց անընդհատ դողի անընդհատ տեղասպանվելու վտանգի տակ այսինքն սրանք զուգահեռ զուգահեռ իրավունք են որ միայն վերադարձի իրավունքը ոչինչ չի կարող տալ արցախահայերին հետեւաբար այլ երաշխիք են անվտանգային ուրեմն իրավական կարգավիճակի հարցեր կան մի հարցի հետ կապված էլ որ հերթական հարց հնչեցրեցիր կարող էր Հայաստանը ավելի ամուր դիրից հանդես գալ պահանջներ ներկայացնել ոտքը խել գետնին ինչ որ հարցերում Կարծես ասեմ սրա վերաբերյալ այո կարող էր եթե բանակցողը չլիներ այնձը որ ստորագրել է կապիտուլյացիոն համաձայնագիր այսինքն եթե նոր բանակցող լիներ նոր լիներ այո կարող է ավելի կոշտ դիրքերից հանդես բայց քանի որ անդադ զիջումների մեջ գտնող անձի հետ կբանակցեն այն մեկը իհարկե չէր կարող վճռական դիրքերով հանդես եւ հարցումս կապված է Ռուսաստան-Ուկրաինա այսպես խաղաղության մոտավոր այսպես հաստատման հեռանկարի ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա թրիպի վրա ինչպես է տեսնում եթե խաղաղություն հաստատվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ դա որևէ ազդեցություն սրբագում կարող է ունենալ այս գործընթացների ներառյալ թրիպի վրա շնորհակալություն Շնորհակալություն, պարոն Մանուկյան։ Շատ շնորհակալություն Արմեն բոլոր արձածած գեդերուտ մեջ հիմա
ինձիները որ ես չհամաձայնեմ հետդ որ Մինսկի խումբի չերյալ կամ փագումը վերջ կտնե վերադարձի իրավունքին կամ եթե Մինսկի խումբը շարունակեր վերադարձի իրավունքը ավելի արդյունավոր ձևով պիտի կարենայինք հետապնդել ես չեմ տեսնալ թե ինչպես Մինսկի խումբի շարունակությունը որ Ադրբեջանը չուզեր բոլորովին չուզեր եւ արդեն երկար դարիներ ես ասի 2020 թվականին վեր անկորձ էր ես խորիմ նույնիսկ ավելի առաջ անկորձ դարձած էր գրնար ովև մեկ ցևով այսօր օգնել վերադարձի իրավունքի ուրեմն իրակորձման բարակային չեմ տեսնալ թե ադիգա ինչպես դեղի գրնա ունենալ խումբին որ չգրծավ ուրեմն ինչ որ հոնգենա համաձայն չեմ որ գրնար որ մեկ ցևով դարբերություն մներ վերադարձի իրավունքի առնչությամբ Ճիշտ է որ ինքնորոշման իրավունքը զուգահեռ իրավունք է վերադարձի իրավունքի հետ որովհետև եթե վերադարձ չլա ինքնորոշման իրավունքը կարելի չէ գիրարգել կամ կորզատել առանց վերադարձի առանց ժողովրդի հողին վրա ուրեմն այդ զուգահեռ իրավունքը ովև մեկ ցավով իրականացնելու կարելություն կոյություն չունի երբ որ ժողովուրդը հողի վրա չաբրիր իսկ երրորդ գեդը որ գսեք թե Հայաստանը եթե ուրիշ ղեկավար ունենար թերևս պիտի կարենար ավելի ինքսինքը բարդացրել եւ այսքան աղետալի կամ աղետալի լուծումներու աղետալի concession-ներու չերտար թերևս գմնա դեսնալ թե հաջորդ ընդրություններուն այլընտրանք կոյություն պիտի ունենա կամ հաջորդ ընդրություններուն այլընտրանքը պիտի կարողանա հաջողիլ ընդրություններու ընթացքին դեսնալի կոնց է իրականությունը այն է որ բանակցությունները վարվեցին ոչ թե հաջորդ ընդրություններու ընդրվելիք մարտոց կողմէ այլ անգողմե որ կառավարության պետության բալասխանադուն է այսօր այդպես է ճշմարտաբար ամբողջ աշխարհի մեջ այդպես տեղի ունենա իսկ վերջին հարցումից Ռուսաստանի ուրեմն Ուկրաինայով պատերազմի խաղաղության վերջանալու եւ խաղաղություն կնքվելու բարակային ինչ աստեցություն տրիպի վրա հարցերը կգնան պարտանալ խաղաղության Ուկրաինայով խաղաղության բարակային որովհետեւ Ռուսաստանի իր ցերկի ավելի ազատ պիտի ունենա որբեսի գարենա ցերկ երգարել գրգին Կովկասի ճշճանի մեջ կոնե ասիկա մեկ վարգած է խոսակցություններու ընթացքին բայց այժմ իսկապես այսօր Ռուսաստանը դակավին հետաքրքրված է Հայաստանով վստահ չեմ դեսեք թե ինչ եղավ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև ամիս առաջ էր ամբողջ անցյալ 7-8 ամիսներուն ընթացքին ավելի թե անցյալ դեկտեմբերին իվեր Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ վատ ուղղությամբ գերտային եւ անցյալ ամսվա ընթացքին Գարձես թե արդեն ամեն ինչ մորցվեցավ եւ իդ մոտ բարեկամական հարաբերություններու վերադարձավ ինչու Ռուսաստանը ինչու վերադարձան որտեղ Ռուսաստանի շահը այդ կբանջի Ռուսաստանի շահը Ադրբեջանի հետ է վերջ-վերջը այո բամություն մշակույթ գրոնք եւ այլն կոյություն ունի Ռուսաստանի եւ Հայաստանի միջև բայց գարձես թե արդեն այսօր Ռուսաստանի տնտեսական եւ ստրատեգիական շահերը արդեն իրենց թերագադարություն ունեցած է իրենց հարաբերություններու բարելավման մեջ եւ խորին որ
Ես վստահ չեմ անկեղծորեն, որ Ռուսաստանը եւ որ պատերազմը վերջացնի, բիդի հետաքրքրությունը վերագանքնի Հայաստանի հայության առնչությամբ շրջանի հարավային Կովկասի հայաստանյան շրջանի առնչությամբ ուրիշ շահեր ունի կարծեմ ալիես Ռուսաստանը Ադրբեջանի, Թուրքիո եւ Իրանի հետ գմնա մեզի թերևս գմնա մեզի համոզել Ռուսաստանի որ դակավին պետք է դակավին իր շահերը Հայաստանի հետ գրնան լալ գմնա մեզի համոզել ադիգա Ռուսաստանի Լավ Գին Բալյան ներոտը Բոլադյան Գին Սոսի Բոլադյան խոսքերն է որքան հագի ջանկալավ արդեն մենք ժամանակը ավարտեցինք հրամեցեք Ուրեմն նախ շնորհակալություն դոկտոր Բալյանին որովհետև շատ լավ ամեն ինչ բացատրեց եւ մենք լավ ծավով գցանք վերլուծել սակայն ես պիտի դարձյալ անդրադառնամ դեղահանվածներու մասին ինչ որ խոսեինք քիչ առաջ եւ վերադարձի իրավունքը հետապնդելու հարցը ես չեմ գիտեր գկարծեմ որ այս մեկը վերացական կմնա այսինքն բարձրապես խոսքը որ ըսվեցավ կամ համացայնությունը որովհետև վերադարձի իրավունքը 1948-ին ի վեր որ պաղեստինցիները ունին այսօր Լիբանանի մեջ լիբանանցիներն ավելի լիբանանցի եղած են երկու generation գա երրորդը գլագոր եւ ասոնք ամեն ծևով իրենք իրենց լիբանանցի գսկան որ նույնը բիդելա այդ դեղահանվածներուն բարական ուրեմն ինչու համար մենք այդ մեկը վերադարձի իրավունքը հետապնդենք որովհետև նախ ադիհի մալալիկ բան մչե եւ երկրորդ այդ 1 միլիոն 1.2 կամ 1.3 միլիոն ժողովուրդը մինչ այդ արդեն ինչպես որ հիշեց դեղավորված է եւ իրենց այսինքն անելիքը կորձը ամեն ինչը ըրած են ուրեմն մենք մտածենք թե անոնք ինչպես կրնանք դեղավորել որ հիմա գտնի իրենց աբակային մասին մտածենք ուր տնենք ինչ հողդանք եւ այլն կամ թե սպասենք որ վերադարձի իրավունքը հետապնդենք չեմ գիտեր գարձիկ մնե որ գուզեմ դոկտոր Բալյանին հետ խոսիլ այդ մասին եթե կարելի է այո իրավունք ունիք որ երկուսեք թե վերադարձի իրավունքը վերացական է կարծես թե շատ իրավունք ունի կադոր ճիշտ է վերացական հարց է բայց կարևոր իրավունք մնե վերքերը սպիները դագավին չեն սպիացած վերքերը դագավին շատ թարմ են արցախցիներու առնչությամբ երբ որ երեք շաբաթ առաջ որ Հայաստանը հակին հանդիպումներ ունեցա արցախցիներու զանազան խավերու հետ եւ իսկապես վերքը դագավին շատ թարմ է իրենց համար իսկապես դագավին ցավոտ հարց է կարևոր է որ վերադարձի իրավունքը չմոռցվի կարևոր է ադիգա բայց նաև չմոռնանք արցախցիներու կյանքը թյուրացնել Հայաստանի մեջ ոչ թե միան թյուրացնել այլ պայմանները ստեղծել որ արցախցիները կարենան իրենց մշակույթը շարունակեն Հայաստան որպես community որպես համայնք որպես արցախցի համայնք ոչ թե որպես անհատներ այսին անտին դարածված ամբողջ երկրի մեջ կամ Երևանի արվարձաններու մեջ որպես համայնք շարունակեն իրենց գետրոնները չվերցնենք ինչպես Հայաստանի կառավարությունը գործի այսօր ցերկերն են առնել օրենական pedagogan անշենքը որ ուր արցախցի pedagogan նախկին pedagogan գառույցները դակավին գհանտիբին այս գառույցները պետք չէ գործանվին Ղարաբաղցիները պետք է գարենան իրենց մշակույթը իրենց կյանքը իրենց արբելագերբը իրենց խոհանոցը իրենց ամեն ինչը խոսույթը ինչու չէ փարփարը գարենան շարունակել եւ մշակել դակավին թե ոչ իսկապես հոգեգանաբես ամբողջովին պիտի քայքայվի 150,000 հայ ժողովուրդ եւ այսօր ուրեմն արդյունքը պիտի լավ որ ցկեն հերանան
Հայաստանին եւ ամբողջովին ուրիշ տեղեր տամ մոռնալու համար ամեն ինչ հայկականությունը նույնիսկ այսօր արդեն եթե չեմ սխալվել մոտ 13-ն 15,000 արցախցիներ ցկած Ռուսաստան կացած են կամ ուրիշ դեղեր ասիկա պետք է առաջ կառնվի որ մնան Հայաստան եւ շարունակեն որպես համայնք արցախցի համայնք Հայաստանի մեջ հոս է որ ուրեմն վերադարձի իրավունքը կպահպանվի այս ցևով եւ պետք է պահպանվի լավ Եթե այդ հարցերը չկան, մենք այսպեսով պիտի բավարարվենք եւ դոկտոր Ներողություն I think was Ջամբազյան Բարոն Ջամբազյան, հրամեցեք Շատ գարջ եւ այսպես իմ հասկացած ցևով հարցումը պիտի ուղղեմ բարոն Բալյանին նախ շնորհակալություն համապարփակ ձեր այս ներկայացումին զեկույցին համար Իսկապես որ քիչ ավելի հարստացած գսկամ ես անցնավես այս նյութի գաբակցաբար սակայն միշտ ինձ համար հարց եղած է նախագահ Թրամփի սարկած անագնգալ այս ցանցը եւ հապճեպ բանացեված նախա համացայնակրերը հաշտեցման ինչպես որ գուզեկցել եւ խաղաղացման համար չեք կարծեր падրվակ մներ որ մեծավ մասամբ գնպաստե Ալիևին եւ մասնավորապես Ադրբեջանի սարկած այս իրավիճակին եթե արագ պատասխանը կգնամ ստանալ առանց ժամանակը խլելու շատ շնորհակալ կլամ ճիշտ հարցում է լավ հարցում է դեղին հարցում է բայց ես չեմ գնար գրահել թե Թրամփի մտքին հետին ինչ կար ինչու ռավ Ալիևին օգնելու թե իսկապես խաղաղություն գուզեմ հիմա նայսն է եթե Թրամփի բոլոր խաղաղության նախաձեռնությունները լա Ուկրաինա լա Գազա լա ուրիշ տեղեր շատ հապճեպ գարկադրված ուրեմն համաձայնագրեր են մեզի գինա ինչ որ թրթումներով մեջտեղ բերված այս ուրեմն թրիպը եւ մնացած համաձայնագրերը մեզի գինա մեզի իթեր դարձնելու եւ այնպիսի բարունակություն տալու այս համաձայնագրերում որ մենք է որ գոկտվենք այս բոլորեն եթե նույնիսկ առաջին նպատակը Ադրբեջանին օգնել է չեմ ասել որ ադեր գրնալ չեմ գիտեր չեմ գնալ գրալ Թրամփի մտքի մեջ ինչ կար բայց մենք փորձենք այս բաները մեր օգտին դարձնել չեմ ներ եթե գրծի գարջ բاداسանից էզի բայց կարծեմ ուրիշ սեղնա գարվիսը կարծեմ ցայն գուզեր Եթե չեմ տեսնել կներեք Բարոն Գարվիս Դոկտոր Հրայրը ցերկը գտեսте, բայց ես ոչ։ Եթե բարոն Գարվիս պեսի գլսեք։ Այն Գարվիս։ Միջա դոկտոր Հրայր, ես դոկտոր Ազգին Պանոսյանը կփարևե։ Հիմա գլսեք։ Այո, գլսենք։ Մտավախությունս անե որ Թուրքիան որքանով հագրակ որ միշտ կբնթե որ Ադրբեջանի հետ համացայնութենեն յետ ինքը պրոբլեմ չունի Հայաստանի հետ եւ սահմանները կփանա բայց մտահոգությունս անե որ քանի որ ստրուկտուրը Ադրբեջանի Հայաստանի եւ Ամերիկայի միջև է որքանով Թուրքիան գրնա շեղել կամ ուրիշ պայմաններ տնել սահմանի փացումը որքանով ասենք թե գարանտի գաբե Լավ հարցում եք Գարվիս ես պետք է այդ մասին խոսերը եւ բազավես վրիբեցիմ ուշադրության ես ադիգա այո ճիշտ է որ այս trip-ը եւ անհամաձայնագրերը որը ստորագրվեցան 8 համաձայնագրերը որը ստորագրվեցան Washington 8 օգոստոսին Թուրքիո մասին ոչ մեծ խոսք կնեն եւ Թուրքիո շրջափակումի մասին Հայաստանի շրջափակումի մասին ոչ մեծ խոսք կնեն բայց Թուրքիան հայտարարեց մի քանի անգամ իր արտգոզ նախարարը նախագահ վարչապետը բոլորը հայտարարեցին անցյալ երկու ամիսներու ընթացքին որ այն վարյանին որ Հայաստանը կստորագրի խաղաղության դաշնակիր
Ադրբեջանի հետ Թուրքիա-Հայաստան սահմանը կփածվի։ Ասիկա շատ հստակորեն իրենք ասան։ Հիմա արդյոք կորզացրեն ասիկա թե ոչ, նորեն չեմ գրնար գրահել, բայց բարձաբես պետք է Հայաստանի բոլոր խոսույթներու մեջ Ամերիկայի հետ եւ Եվրոպայի հետ այս հարցը միշտ արձարծվի, որ Թուրքիան նոր բادرվագներ չգտնա սահմանը փակ բահելու։ Եվ չեմ կարծեր, որ Թուրքիան բادرվագ պիտի ունենա այդ սահմանները փակ բահելու, որովհետև չմոռնանք, որ սահմանը փակվեցավ 93 թվականի, եթե չեմ սխալի, ապրիլին էր սահմանը փակվեցավ Հայաստան-Թուրքիա սահմանը, եւ որ հայկական ուժերը Կերբաջարը կրավեցին։ Հոն է որ Թուրքիան Գարմիրքից կաշեց եւ սա վերջ եւ այդ Գարմիրքից կաշեց Ադրբեջանի թրթումով։ Մի մորնար 2011 թվին, երբ որ Հայաստան եւ Թուրքիան բանակցություններով մեջ էին, Ադրբեջանն էր, որ սաբոտաժի ենթարկեց այդ համաձայնագիրը Հայաստանի եւ Թուրքիո միջեւ։ Եվ ես կխորին, որ Եվ որ համաձայնագիրը ստորագրվի, իսկական համաձայնագիրը ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության, Թուրքիո սահմանն պետք է բացվի։ Հիմա այդ ինքնին նոր հարցեր կսկսի մեջտեղ բերել։ Արդյոք Հայաստանը բաժար է, արդյոք Հայաստանը պատրաստ է իրավական տեսակետեն, իր ներքին գազམ་ագերբչական տեսակետեն Թուրքիո սահմանը փանալու եւ ամբողջ ապրանքներու նոր ներմուծումը սկսելու Հայաստան։ Պատրաստ է Հայաստանը այդ բացման օրինական հարցեր կան եւ անգերազորեն ասացումը կարծեմ, որովհետեւ ես դերյակ չեմ։ Չէ, դերյակ չեմ, թե ինչ ներքին կանոններ ունի Հայաստանը, որ գարկիլ է 80 միլիոնոց Թուրքիան մտնի Հայաստան եւ ասենք սկսի ամբողջ հողերը կնել, ասնել, անել, հայ քյուղացիները կորձե զրկել եւ այլն եւ այլն։ Հակին հարցեր կան այնտեղ, որ պետք է իսկապես լրջորեն մասնակիտական ծավով քննվին եւ հուսամ եղած են արդեն եւ ըստ այնմ որոշ օրենքներ անցնեն, որբեսի Հայաստանի 2.5 միլիոնոց Հայաստանի ժողովուրդը պաշտպանվի 80 միլիոնի ներխուժում են ասենք տնտեսական ներխուժում են նվազագույնը գրնալալ որ այդ ներխուժումը բարի նվադակներով լա գրնա նաև ոչ բարի նվադակներով լա Շատ լավ այսքանով բավարարվենք դոկտոր Հրայր ցեզի գլոբն նաև ներողություն միջելուց մեկ բառը ինձ շատ գներեք որ շատ անգլերեն բառեր խառնեցի իմ հայերեն լեզվով խոսքիս մեջ եւ այլամես որ ասամբողջ հարցերում ասին ես վարժված եմ անգլերեն լեզվով խոսելու պատրաստված եմ անգլերեն լեզվով գրեմ անգլերեն լեզվով խոսիմ անգլերեն լեզվով հայերենը իսկապես challenge մեր նորեն անգլերեն բառ ինձ համար եւ հուսամ գրծի հասկացնել ինքս այո Շատ բարձ եւ հստակ բարոն դոկտոր Ռազմիկ Փանոսյանը գողջունե ասիկան տեսե որ գուզեի մասնակցի բայց կարևոր ժողով ունեի նոր վերջացավ վիդեոն գտիդեմ այդպես է վիդեոն դերենք ցեզ վաղը իսկ մենք այսպեսով բավարարվենք շնորհակալություն հայտնելով մեր այսօրվա տասախոսին դոկտոր Բալյանին Այս համաբարձակ հավասարակշռված զեկույցին համար եւ ես շնորհակալություն ավելի եւս ճոխացնելու մեր հանդիպումը ինչպես միշտ շնորհակալություն ունենք հայտնենք ցեզ դոկտոր Բալյան մեր բարի սովորությամբ զապողջուններով եթե կարելի է ճիշտ է որ ցանչենք լսեր բայց կոնե նկարագրեցնենք բարոն Բալյան դոկտոր Բալյան Լավ, մեր հաջորդ Իսկ ծեր հայերենը բավարար էր եւ շատ շնորհակալ։ Ահա վասի։ Ասի բարոն Ջամբազյանին ձեր բանն է։ Խոսքն է, որ վավերական գրնանք նկատել։ Ինչպես ներողություն։ Գրնամ փոքր հայտարարություն ներքրքիս մասին։
շնորհակալ եմ։ Քիթ կբادرաստեմ Ղարաբաղի ուրեմն բանակցություններու մասին 2.5 տարի եք աշխատի մասոր վրա։ Քիրկը անգլերեն լեզվով պիտի հրադարակվի հունվար ամսուն, այսինքն մեկ ամիսեն մոտավորապես միջազգային հրադարակիչի մգողմե Palgrave Macmillan Քիրկի անունն է Anatomy of Peacemaking Nagorno-Karabakh and Missed Opportunities ուրեմն անգլերեն օրիջինալը բարինգը հրադարակվի իսկ հայերեն թարգմանությունը կհրադարակվի մարտ ամսուն Երևան շատ լավ գողջունենք ձեր քիրքը հուսամ որ նույնությամբ մենք հանդիպում ունեցած ենք մեկ տարի առաջ հաստատասարանի մեջ եմ հուսամ որ մեր սիրելի բարեկամներում նկատողություններն նկատի ունեիք այդ քիրքի մեջ լավ շնորհակալություն գայտնեմ նաև Սյունեն շնորհակալություն գայտնեմ նաև բարոն Մինաս Լուրյանը ի Վենեդիկ լավ այսպեսով պիտի բաժնվենք Թաթար արդելով դեկտեմբեր ամսվա ընթացքին մեր արձակուրդը կսկսի ամանորյա նոր դարվա արձակուրդը կսկսի մեր հաջորդ հանդիպումը դեղի պիտի ունենա ուրեմն քալ տարի առաջ ասված 2026 մինչ քալ տարի ձեր բոլորին պիտի մաղթենք երջանիկ խաղաղ օրեր եկեք ասպես ենք մեր այսօրվա թեմայի հետ առնչված խաղաղ օրեր կմաղթենք ձեր բոլորին Բարի դարի ելնացեր բոլորին եւ մինչ մեր հաջորդ հանդիպում առաջում ձեզ կոնե լավագույն մաղթանքներս եւ ձեզ